Չարլի Չապլինը մի հատ կինո ունի Հիտլերի մասին, որ նկարագրում է Հիտլերի այդ իրավիճակը, հա, Հիտլերին ծաղրում է, որ ասենք ինքը սեղանին պառկած հետևով գլոբուսի հետ է խաղում, հա, այսինքն ցույց է տալիս, որ այսինքն այդ մարդը արդեն բոլոր սահմանները անցել է ու իրեն կարող է թույլ տալ իր ուզածի նման վարվել երկրագնդի հետ։ Հիմա նույնը Փաշինյանն է, այսինքն Փաշինյանը անցել է Ռուբիկոնը, սահմանադրականության, օրինականության, իրավական կարգի պահպանման ու իր հետ մեկտեղ նաև ԿՊԱ-ական այդ խմբակը պատգամավորներով, նախարարներով եւ այլն, ու իրենց թույլ են տալիս հայտարարություններ, որոնք որևէ եվրոպական երկրում դրա անգամ եթե 10%-ը անեիր, հանրային ցասում կբարձրանար ու այդ մարդիկ իրենց կյանքի վերջին տարիները կանցկացնեին ուղիղ աշխատանքային գաղութում։ Հիմա այդ մարդկանց ձեռքում հայտնվել է պետական ստրուկտուրա իր ամբողջ հզորություններով, հետախուզական, գաղտնալսման, չգիտեմ, բոլոր հնարավոր, դե պատկերացնում եք, հա, ԱԱՑ-ի տիրապետության տակ ինչպիսի ինֆորմացիա կարող է լինել։ Հիմա այդ ամբողջ ինֆորմացիան հայտնվել է մի մարդու մոտ, որը պետականության պահպանման սկզբունքներով, իրավականության, սահմանադրական կարգի սկզբունքներով չի առաջնորդվում է սեփական իշխանության պահպանման, ընդհանրապես թքած ունի, թե Հայաստան պետությունը ինչ ընկալում կունենա սեփական քաղաքացիների, աշխարհի աչքերում, ու ասենք դնում են, ասենք ԱԱՑ-ից ասում հələ բերեք, բերում են ընդ իրենց խոսքերով, չէ՞, ասենք կոմպրոմատները շարում են, մի հատ քննարկում են, բան են անում, որոշում են, այս կոմպրոմատը որ հրապարակենք, այսպես կլինի, այն կոմպրոմատը այսպես կլինի, ու սկսում են այդ կոմպրոմատներով ճնշել ու մի բան էլ հրապարակային այդ մասին հայտնում